Պատահել է, որ ասես նույն տեղում մնացած լինեք։ Դուք երբևէ եղել եք այնպիսի վիճակում, որ փակուղի է թվացել, ասես կյանքում այլևս ոչինչ չեք կարող անել։ Ես շատ անգամներ եմ նման վիճակում եղել և համոզված եմ, որ մարդկանց մեծ մասը նույնպես, բայց այնքան շնորհակալ եմ, որ տարիների ընթացքում Աստված սովորեցրել է ինձ, որ նույնիսկ երբ նույն տեղում ենք մնում, չկա այնպիսի իրավիճակ, որ նա չկարողանա հաղթահարել։ Սկսենք Հովսեփի պատմությունից, որը գրված է Ծննդոց 37-ից 50 գլուխներում։ Աստվածաշնչում գրված է, որ նա ամենասիրելին էր իր հոր 12 որդիներից, և նրա եղբայրները շատ էին նախանձում նրան այդ պատճառով։ Արդյունքում Հովսեփի եղբայրները մտածում էին, թե ինչպես ազատվեն նրանից։ Նախ նրանք մի փոսի մեջ գցեցին նրան, որպեսզի մահանար այդտեղ, բայց հետո որոշեցին ստրկության վաճառել մի խումբ ճանապարհորդող իսմայելացի վաճառականների, ապա ծրագրեցին, որ համոզեն իրենց հորը, որ Հովսեփը մահացել է։ Հավանաբար դուք գիտեք, որ այս պատմությունը հաղթանակով ավարտվեց։ Հետագայում Հովսեփը դարձավ փարավոնի առաջին օգնականը, կրկին միավորեց իր ընտանիքի հետ և բոլորը ներում ստացան։ Հովսեփի հետ կատարվածն ապացույց է, որ ինչ էլ տեղի ունենա մեր կյանքում, հիշենք, որ հույս կա։ Դուք կարող եք կատարել Աստծո նպատակը ձեր կյանքում, քանի որ Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Այնուամենայնիվ, մենք պետք է ուշադրություն դարձնենք Հովսեփի պատմության փոսի և պալատի միջև հատվածին։ Հովսեփի կյանքը մի քանի շրջադարձ ունեցավ այդ ընթացքում, բայց նրա բնավորության գծերից մեկը, որն այդ հաղթական ավարտին հասցրեց նրան, հարատևելու հատկությունն էր։ Աստծո հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ Հովսեփը երբեք չհանձնվեց։ Մեր կյանքի ընթացքում կարող են ժամանակ առ ժամանակ փոսում հայտնվենք։ Դա կարող է լինել հիվանդության, ֆինանսական կարիքի, փոխհարաբերությունների և այլ խնդիրների հետ կապված փոսեր։ Երբ դա տեղի ունենա, դուք պետք է որոշում կայացնեք, որ ինչպիսի իրավիճակ է լինի, չպետք է հանձնվեք։ Միշտ հիշեք, որպեսզի բարի վկայություն ունենաք Աստծո գործի մասին, նախ պետք է անցնեք փորձությունները։ Հիսուսը Հովհաննես 16:33-ում ասում է. «Աշխարհում դուք նեղություն և փորձություն, տրտմություն և հիասթափություն կունենաք, բայց քաջացեք, խիզախ եղեք, վստահ, հաստատուն, անվեհեր եղեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։ Դուք անխուսափելիորեն դժվարություններ կկրեք։ Երբեմն ձեզ կթվա, թե ուզում եք հանձնվել, բայց եթե միայն կարողանաք դիմանալ և վստահել Աստծուն, անցնելով այդ ամենով, Նա կվերականգնի ձեզ։ Նա կարող է վերացնել բոլոր վատ բաները, որոնք տեղի են ունեցել, և բարուն գործակից դարձնել։ Հռոմեացի 8:28